Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Արա Աբրահամյանն եմ, բարի երեկո, օրվա իրադարձությունները նախ համարում։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման իգործ ծրագրի մասնակիցներին։ Վարչապետը ողջունելով ներկաներին արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում։ Անդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Արեգա Հովսեփյանին։ Հանձնաժողովների նախագահի թեկնածուների ընտրության քննարկումը դեռևս շարունակվում է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների եւ հաշվառման քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման վերաբերյալ հարցերը։ Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչը համալսարանը ընդունելու համար պահանջել է խոշոր չափերի կաշառք։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել հակակոռուպցիոն դատարան։ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության թեմայով հերթական տեսանյութը։ Տեսանյութի բովանդակային շրջանակը մշակվել է կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ Անիկ Օջոյանի մասնակցությամբ։ Մերձավանում ջրի խնդիրը տարիներ շարունակ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ պատճառներ է ունեցել։ Տասնամյակների վաղեմության խողովակներ, մշտական վթարներ, ջրի կորուստ ու բազմաթիվ ապօրինի միացումներ։ Այսօր սակայն իրավիճակը փոխվում է։ Վիոլա ջուրը եւ Փարաքար համայնքը համատեղ սկսել են ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում Սփյուռքի մասնագետների ներգրավման իգործ ծրագրի մասնակիցներին։ Վարչապետը ողջունելով ներկաներին արձանագրել է, որ վերջերս Հայաստանում հայրենադարձման կամ ներգաղթային որոշակի գործընթացներ են նկատվում։ 2025 թվականին Հայաստան վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների թիվը ավելի քան 8000-ով գերազանցել է Հայաստանից հեռացած քաղաքացիների թվին։ Փաշինյանի դիտարկմամբ մարդիկ վերադառնում են Հայաստան, անշարժ գույք են ձեռք բերում, ներդրումներ անում եւ փորձում են իրենց կյանքը կապել Հայաստանի հետ։ Ի տարբերություն 2014 թվականի, նույնիսկ 2019-20 թվականների այսօր հայրենադարձման միտումները ավելի վստահ են դառնում, այդ թվում խաղաղության օրակարգի եւ հաստատված խաղաղության շնորհիվ, որովհետեւ սա նույնպես գործոն է, որը մենք անպայման պետք է հաշվի առնենք, ասել է Փաշինյանը։ Վարչապետը նշել է, որ այդ գործընթացի տրամաբանության մեջ է մտնում իգործ ծրագիրը եւ հույս հայտնել, որ այն վերադարձի ավելի գործնական հուսալի մեխանիզմ կդառնա։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը այցելել է Արտաշատի պահածոների գործարան լոլիկի մթերման գործընթացին տեղում հետևելու նպատակով։ Նախարարը շրջել է ընկերությունում, ծանոթացել արտադրական աշխատանքների ընթացքին, հետևել մթերման գործընթացին։ Ընկերությունից նախարարին հավաստիացրել են, որ պատրաստ են մթերել այնքան լոլիկ, որքան կլինի առաջարկ բնակիչներից։ Մթերման գինը սահմանվել է 40-ից 80 դրամ։ Այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չենք ունենալու, մենք շարունակելու ենք ամենօրյա ռեժիմով հետևել մթերումների ընթացքին, նշել է Գևորգ Պապոյանը։ Օգոստոսի 3-ից հանրապետությունում մեկնարկել է լոլիկի մթերումների գործընթացը։ Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է, որ Հայաստանը կտրամադրի գյուղատնտեսական մատակարարման շղթաներում խախտումների վերաբերյալ իր հետաքննության արդյունքները եւ ՀԱՏՄ անասնաբուժական եւ բուսասանիտարական չափորոշիչների պահպանման ապահովման հստակ գործողությունների ծրագիր, հայտարարել են Ռոսսելխոզնադզորից, պատասխանելով հարցին, թե երբ կարող են մեղմացվել կամ ամբողջությամբ վերացվել Հայաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումները։ Ներկայում Ռուսաստանը սահմանափակել է Հայաստանից բուսական ծագման գրեթե բոլոր ապրանքների ներմուծումը բացառությամբ պահածոների։ Բացի այդ, Ռոսսելխոզնադզորը դադարեցրել է Հայաստանի բոլոր ձեռնարկություններից Ռուսաստան ձկնամթերքի մատակարարումները։ Անդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրեց Արեգա Հովսեփյանին։ Խմբակցությունների կողմից վերջինիս ուղղված հարցերը շատ են եւ խայտաբղետ, անգամ այնպիսին, որը մոլորության մեջ գցեց բանախոսին։ Հանձնաժողովների նախագահի թեկնածուների ընտրության քննարկումը դեռ շարունակվում է։ Եվրոպական ինտեգրման մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու համար ազգային ժողովի ընդդիմադիր ուժեղ Հայաստան խմբակցությունը առաջադրեց Արեգա Հովսեփյանի թեկնածությունը։ Արեգա Հովսեփյանին ուղղված հարցերը շատ էին, հերթագրված падգամավորների թիվը անցնում էր 40-ը։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանը հարց հնչեցրեց ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հարցազրույցներից մեկում հնչեցրած հայտարարությունով, որը վերաբերում էր Հայաստանի Եվրամիության անդամակցությանը։ Հայաստանից, Երևանից ժողովուրդ, որ թեքվում ենք դեպի արևմուտք, որ երկիրի սահմանն է։ Թուրքիայի Հանրապետություն։ Այսինքն դրանով են գնալու դեպի արևմուտք, եւ երբեք էլ արևմուտքը չենք տեսնելու։ Մեր արևմուտքը մեր երկրի ցավոք Հունաստանը չէ։
ԿՊ պատգամավորը հետաքրքրվեց, թե արդյոք Արեգա Հովսեփյանը որպես նշյալ հանձնաժողովի նախագահի թեկնածու կիսում է իր խմբակցության ղեկավարի կարծիքը եւ համարում, որ Հայաստանը չունի հնարավորություն անդամակցելու Եվրամիությանը։ Հովսեփյանի պատասխանը հետեւյալն էր. Մենք երբ որ նայում ենք, այսինքն սա օբյեկտիվ իրականություն է, նայում ենք քարտեզ Հայաստան, Հայաստանից արևմուտք, Ժորժան, աշխարհագրության որ դասարանն է։ Ընդդիմադիր Հայաստան ունեցող պատգամավորի պատասխանը չգոհացրեց Հակոբյանին։ Վերջինս ժողովրդական խոսք մեջ բերեց եւ պնդեց, որ այնուամենայնիվ Հովսեփյանը ուղիղ ակնարկում է Հայաստանին Եվրամիության անդամագրման անհնարինության մասին։ Հիշեք ժողովրդական ասույթը, որ ուղիղ խոսքը էշին են ասում։ Դուք շատ ուղիղ ակնարկով ասում եք, որ անհնար է եվրոինտեգրում, որտեղ մեր արևմուտքում Հունաստանը չէ, Թուրքիան է, ոնց պետք է ավելի ուղիղ ասել սրա մասին։ ԿՊ խմբակցության մեկ այլ պատգամավորի Սոնա Ղազարյանի հարցը մոլորության մեջ գցեց Արեգա Հովսեփյանին։ ԿՊ պատգամավորը հարցնում էր, ով է հիբրիդը եւ ինչպես է վերաբերում տիկինը հիբրիդային հարձակումներին։ Մենք իրապես կողմնակից ենք հիբրիդային պատերազմին, որովհետև Հայաստանում ներքին գործերին միջամտությունը արդար մրցակցային ընտրություններ ունենալը ժողովրդավարության հիմքերն են։ Սոնա Ղազարյանը սակայն Արեգա Հովսեփյանի պատասխանից հետո ուղղեց նրան համոզմունք հայտնելով, որ բանախոսը հակառակն է նկատի ունեցել հիբրիդային հարձակումների մասին կարծիք հայտնելիս։ Տիկին Հովսեփյան, դուք խառնեցիք, դուք հիբրիդին ամենայն հավանականությամբ դեմ եք, ոչ թե կողմ, որովհետև դուք ասացիք, այս հուշեմ էլի։ Արայք Հարությունյանն էլ հետաքրքրվեց, թե հանձնաժողովի նախագահի պաշտոնին հավակնող Արեգա Հովսեփյանը ինչպես է վերաբերում 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ընդունված հայտարարությանը, որտեղ քառակողմ հանդիպման արդյունքում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրին հղում կատարելով։ Հովսեփյանը Հարությունյանի հարցից վրդովվեց եւ նշեց, որ որպես արցախցի ճանաչում է իր հայրենիքն ու այն տարածքը, որը Ադրբեջանի կազմում է։ Ի պատասխան Հարությունյանը նկատեց. Այս ձեր հայտարարությունը տեղի կլիներ, եթե դուք Պրահայի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի հայտարարությունից հետո մի հատ շռնդալից հայտարարություն անեիք եւ դուրս գայիք արտաքին գործերի նախարարությունից, որտեղ մնացել եք մինչեւ 23 թվականի օգոստոս։ Սա մեկ եւ երկրորդը, եթե նույնիսկ դա այդպես չի, չնայած դուք երեք ձեր գործընկերը ներկայացրել է ձեր կենսագրությունը, մեկ էլ այսենց շռնդալից հայտարարություններ ունենալ դեպքում ինչու էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ ժամանակահատվածում ապրում Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում։ Հարց ու պատասխանից հետո պատգամավորները հանդես եկան մտքերի փոխանակմամբ, այնուհետև խմբակցությունները հանդես եկան հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության որոշման ելույթով։ Ընդդիմադիր Հայաստան եւ Ուժեղ Հայաստան խմբակցությունները հայտնեցին, որ պաշտպանելու են Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, իսկ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից հանդես եկող Սոնա Ղազարյանը ընդգծեց, որ խմբակցությունը դեռ կորոշի ինչպես դիրքավորվել հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրությանը։ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի ելույթից հետո լարվել է իրավիճակ ազգային ժողովի նիստերի դահլիճում, երբ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը խախտելով ազգային ժողովի կանոնակարգ օրենքը փորձել է միջամտել Վահագն Ալեքսանյանի գործունեությանը։ Աժփող նախագահը պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կարգապահական տույժ է կիրառել եւ նրան դուրս հրավիրել նիստերի դահլիճից, որից փորձել է ընդդիմանալ պատգամավորը։ Պատգամավոր Դավիթ Ղազինյանի նկատմամբ կիրառվում է կարգապահական պատասխանատվություն։ Հեռացում միջև տվյալ օրվա ավարտը կայանալիք նիստերից, զրկելով այդ ընթացքում դահլիճում ներկա գտնվելու իրավունքից։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից, պարոն Ղազինյան։ Դուրս եկեք դահլիճից։ Դուրս եկեք դահլիճից։ Ես խնդրում եմ, որպեսզի անվտանգության աշխատակիցները մոտենան եւ դուրս անեն պատգամավոր Դավիթ Ղազինյանին։ Շատ լավ, իրենք ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալիս, ինքը դուրս է գալի։ Հարգելի գործընկերներ, ինքը դուրս է գալի, թողեք դուրս գա։
Ինչպես նշեցինք ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոնում ուժեղ Հայաստան խմբակցություն առաջադրել է Արեգա Հովսեփյանի թեկնածությունը, իշխանությունը դեռևս չի որոշել կողմ կվերկել նրան, թե ոչ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը, որը 8-րդ գումարման խորհրդանում նախագահել է այս հանձնաժողովը, իր ընդդիմադիր գործընկերոջ մասին զերծ է մնացել կարծիք հայտնելուց, նշելով, որ Հովսեփյանը դեռևս նորաթուխ падգամավոր է եւ ինքը նրա մասին չի կարող ասել արդյոք Հովսեփյանը կկարողանա լավ իրականացնել իր աշխատանքը, համակարգել Եվրամիության տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումները եւ պաշտոնից բխող այլ գործառույթներ։ Այդուհանդերձ լրագրողների պնդմանն ի պատասխան Եղոյանը իր ընդդիմադիր գործընկերոջ մասին ասել է. Դե Տիկին Հովսեփյանը նոր падգամավոր է, ինքը ակնհայտորեն դեռ պետք է ադապտացվի, հա, այս միջավայրին, բայց նաեւ Տիկին Հովսեփյանը պիտի ասեմ, որ մի քիչ այդքան էլ լավ չի պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրոինտեգրման process-ը, ԵՄ-անդամակցության process-ը, հա, գիտի ընդհանուր գծերով, բայց իր խոսքի քննադատական մասից ես հասկացա, որ ինքը process-ը ամբողջ դետալներով չի պատկերացնում եւ որ էլ ավելի վատ է, իրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե Հայաստանում ԵՄ ինստիտուտներ ոնց է Հայաստանում ԵՄ տեղայնացնել ասելով, նրանք այդքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչի մասին է խոսքը։ Եթե մենք խոսում ենք անկախ դատական համակարգից, մենք նախ բազմիցս ենք ասել, որ էլ տեղ չկա, անկախ դատական համակարգը, էլ ոնց է լինում։ Ասում են գործը տարան, մարդը արդարացվեց, կալանքի տարան, կալանքը չտվեց, մեկինը տվեց, մեկինը չտվեց, էլ անկախ դատական համակարգը ոնց է լինում, որ 100% դեպքերում կալանքը չտան կամ 100% դեպքերում մարդիկ արդարացվեն, այդ մեկ, երկրորդ, բայց անկախ դատական համակարգ ասելով, Ճապոնիայում էլ կա անկախ դատական համակարգ, Ավստրալիայում էլ, Ամերիկայում էլ, դա հո եվրոպական գյուտ չի անկախ դատական համակարգի։ Եվրոպական ինտեգրման process ենթադրում է ԵՄ ինստիտուտների հետ մերձեցում, այսինքն Եվրոպայմանագրային բազայի խորացում։ Այս կետից սկսած, եթե մենք մեկ քայլ ուզում ենք խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, մենք պետք է սկսենք բանակցությունները ասոցիացիան համաձայնագրի շուրջ։ Ասոցիացիան համաձայնագրի, դա է մեր ինստիտուցիոնալ հաջորդ քայլը։ Արեգա Հովսեփյանի թեկնածության անդրադարձել է նաև քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, իր հերթին ընդգծելով, որ Հովսեփյանի մասնագիտական պատրաստվածությունը բավարար մակարդակի չէ Եվրոինտեգրման հանձնաժողովը նախագահելու համար։ Ըստ Մանավազյանի, այս հանձնաժողովը ընդդիմադիրներին զիջելու միակ պատճառը ազգային ժողովի կանոնակարգ օրենքն ու Դոնթի բանաձևն են, ըստ որի էլ իշխանության եւ ընդդիմության միջև բաշխվում են հանձնաժողովները։ Ըստ Արուսյակ Մանավազյանի, չնայած մինչև այդ իշխանությունում կարծել են, որ ուժեղ Հայաստանը թեկնածու է առաջադրելու ոչ թե եվրոպական, այլ եվրասիական ինտեգրման հանձնաժողովում, քանզի Մանավազյանի խոսքով այս ուժը ունի պրոռուսական համբավ եւ ուղղորդում։ Ինչ վերաբերում է Արեգա Հովսեփյանի ծնունդով արցախցի լինելու հանգամանքին, ապա Մանավազյանը նշել է, որ դա խոչընդոտ չէ։ Քաղաքական անհամաձայնություն կա ի սկզբանե եւ չէր կարող լինել քաղաքական համաձայնություն եւ իրենք լինեին ընդդիմություն։ Դա կա եւ հանձնաժողովի նիստերում կլինի այդ, այսինքն ընթացքում կտեսնեք, բայց կառուցողական աշխատանքային process-ների կազմակերպչական ընթացքը լրիվ այլ բանի մասին է։ Իր արցախցի լինելու հանգամանքը լրացուցիչ խոչընդոտ կամ խթան ձեր համար կարող է հանդիսանալ, որ չընտրեք, որովհետև ինքը արցախցի լինելով հանդերձ ավելի շահագրգիռ։ Դուք որտեղ տեսակ այդ խնդիրը հարց ու պատասխանի կամ ելույթների ժամանակ։ Խնդիրը գաղափարական մոտեցման մեջ է։ Աշխատանքի եւ բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցություն առաջադրել է Նազարի Բաղդասարյանին։ Բաղդասարյանին ազգային ժողովի ամբիոնից ներկայացրել է նույն խմբակցության падգամավոր Քնարիկ Հարությունյանը։ Ինքը հանձնաժողովի թեկնածուն իր ելույթում շնորհակալություն է հայտնել խմբակցության գործընկերներին վստահության համար, ապա մանրամասնել եւ հակադարձել է ընդդիմադիր շրջանակներին, թե ինչու վերոնշյալ հանձնաժողովը վերանվանվել է աշխատանքի ու բարեկեցության հարցերի մշտական հանձնաժողով։ Ես հատկապես ընդդիմադիր շրջանակներից տեսել եմ, որ այս մասին շատ է շահարկվում եւ նշում եմ, որ սոցիալական որոշակի խնդիրների առկայության դեպքում արդյոք անհրաժեշտություն կար հանձնաժողովը վերանվանել աշխատանքի եւ բարեկեցության։ Այո, որովհետեւ մեզ համար կարեւոր է քաղաքացու բարեկեցությունը։ Մեզ համար բավարար չէ սոցիալական խնդիրների ճիշտ հասցեագրումը, այլ կարևոր է, որ մեր քաղաքացին ունենա բարեկեցիկ կյանք։
Իսկ բարեկեցիկ կյանքի միակ հնարավորությունը եւ իրական տարբերակը դա իհարկե արժանապատիվ աշխատանքն է։ Անդրադառնանք այլ թեմաների, այսօր օգոստոսի 19-ին ժամը 16:04-ին Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է լսվել։ ՆԳՆ փրկարարծարայության փոխանցմամբ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քառակուսի մետր հատվածը, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է ավտոդպրոցների եւ հաշվառման քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման եւ ոլորտային գործընթացների միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն օգոստոսի 18-ին հանդիպել է ավտոդպրոցների եւ հաշվառման քննական ծառայությունների ոլորտի շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Քննարկման առանցքում էին վարորդական իրավունքի տրամադրման գործող համակարգի կատարելագործման, հաշվառման քննական ծառայությունների արդյունավետության բարձրացման եւ ոլորտային գործընթացների միջազգային լավագույն չափորոշիչներին համապատասխանեցնելու վերաբերյալ հարցերը։ Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ կրթական բաղադրիչի խթանումը անվտանգային մշակույթի ձևավորման առանցքային ուղղություններից է։ Նա նշել է, որ նախատեսվող բարեփոխումների նպատակը ճանապարհային երթևեկության անվտանգության մակարդակի բարձրացումն ու այնպիսի կրթական համակարգի ձևավորումն է, որը կապահովի ոչ միայն տեսական քննությունը հանձնելու համար անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը, այլև ապագա վարորդների անվտանգ եւ պատասխանատու վարքագծի ձևավորումը։ Քննարկվել է ավտոդպրոցում վարորդական կրթությունը պարտադիր դարձնելու անհրաժեշտությունը։ Առաջարկին դրական արձագանքած ոլորտի ներկայացուցիչներն ընդգծել են, որ պարտադիր ուսուցումը կարող է նպաստել ապագա վարորդների տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների բարելավմանը։ Քննարկման կարևոր ուղղություններից էր ավտոդպրոցների գործունեության լիցենզավորումը։ Մասնակիցները ներկայացրել են լիցենզավորման պայմանների վերաբերյալ առաջարկություններ, ընդգծելով, որ սահմանվող պահանջները պետք է ապահովեն ուսուցման պատշաճ պայմաններ, տեխնիկական հագեցվածություն եւ անվտանգություն։ Մտքեր են փոխանակվել նաեւ վարորդական իրավունքի վկայականի ստացման գործընթացի վերաբերյալ։ Ավտոդպրոցների ներկայացուցիչները կիսվել են միջազգային փորձով, առաջարկել ընդլայնել տեսական քննության հարցաշարերը, մշակել միասնական ուսումնական ձեռնարկ։ Արփինե Սարգսյանը նշել է, որ ներքին գործերի նախարարությունը ոլորտի բարեփոխումների շրջանակում շարունակելու է ինտենսիվ քննարկումները շահագրգիռ կողմերի հետ, նպատակ ունենալով ձևավորել առավել արդյունավետ մասնագիտական եւ անվտանգ վարորդական կրթության համակարգ։ Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագիտական քննարկումները ներկայացված առաջարկությունների հիման վրա վերջնական լուծումներ մշակելու նպատակով։ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական բարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը Էդիկ Մինասյանը իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով ստացել է կաշառք։ Քրեական բարույթով նախաքննությունն ավարտվել է, բարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հակակոռուպցիոն դատարան։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 3-ից Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչի պաշտոնը զբաղեցրած անձը իր իշխանական եւ ծառայողական լիազորություններն օգտագործելով ստացել է կաշառք։ Մասնավորապես, նախաքննությամբ պարզվել է, որ ուսանողների ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով քաղաքացու օգտին գործողություն կատարելու, այն է, վերջինիս Երևանի պետական համալսարան ընդունելությունն անխոչնդոտ ապահովելու նպատակով նրա ազգականից պահանջել են նախ 5000 ԱՄՆ դոլար, այնուհետև սակարկության արդյունքում 4000 ԱՄՆ դոլար կաշառք։ Մինասյանը դիգիլեր չէ, եդում համասարանի շասակնիշ կաչեցնելու նոյնը թորայը դինտուներ տաշնաս սպասի բավարարչամասները, այլում պատասխանը կտամեն, հանձնաժողով։ Գնաց եկավ ասաց 5000 դոլար այդքան դինի, բայց ասեց որպես դու 4000։ Նախաքննության ընթացքում Երևանի պետական համալսարանի ամբիոնի վարիչին մեղադրանք է ներկայացվել խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարան։
Ադրբեջանը դատի է տվել CNN-ին ամերիկյան լրատվամիջոցին մեղադրելով զրպարտության համար։ Բաքուն պնդում է, թե CNN-ը կեղծ տեղեկություններ է տարածել, գրելով, որ Ադրբեջանը Իսրայելին թույլատրել է իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողությունների համար։ Դելավերի դատարան ներկայացված հայցը Bloomberg-ի հաղորդման վերաբերում է հունիսին CNN-ի հրապարակած հոդվածին, ըստ որի Իսրայելը հատուկ ջոկատայիններ էր ուղարկել Ադրբեջան հետախուզություն իրականացնելու եւ հարձակումներ գործելու համար։ Դրանց շարքում էր մարտի 4-ի հարձակումը, որի հետևանքով սպանվել էր Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզության պետը։ Միջազգային նորությունները տեսաշարով։ Ռուս զինվորականները հրթիռային հարված են հասցրել Խարկովի մարզի Պեչենեգի բնակավայրին, ինչի հետևանքով կան զոհեր եւ տուժածներ։ Նախնական տեղեկություններով հարձակման հետևանքով զոհվել է 10 մարդ, եւս 8 մարդ ստացել է վիրավորում։ Այժմ նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ բոլոր բժշկական օգնությունները։ Բացի այդ, ռուսական հարվածի հետևանքով վնասվել է 10 առանձնատուն, սրճարան, փոստատուն, խանութ եւ առնվազն 7 ավտոմեքենա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները ներկայումս բանակցություններ չի վարում կամ չի պլանավորում վարել Իրանի հետ։ Այս մասին գրել է Թրամփը իր սոցիալական էջում։ Իրանի Իսլամական Հանրապետության հետ որևէ ընթացիկ կամ պլանավորված բանակցություններ կամ շփումներ չկան։ Ծովային շրջափակումը լիովին ուժի մեջ է։ Հորմուզի նեղուցը բաց է եւ գործում է, բոլոր ականները հեռացվել կամ պայթեցվել են, գրել է նա։ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղիր Ղալիբաֆը խորհրդարանի առցանց-նիստում վերահաստատել է Հորմուզի նեղուցի վերաբացման համար Իրանի պայմանները, նշելով, որ ռազմավարական ջրային ճանապարհը չի վերաբացվի, մինչև Միացյալ Նահանգները չվերացնի իր շրջափակումը եւ չդադարեցնի պատժամիջոցները։ Այս մասին հաղորդում է իրանական իրնագործակալությունը։ Ղալիբաֆն իր ելույթում անդրադարձել է մի շարք ներքին եւ տարածաշրջանային հարցերի, մասնավորապես Իսլամաբադի փոխհմբռնման ուշագրի խախտմանը։ Թուրքիայում հարձակում է տեղի ունեցել խորհրդարանի падգամավորի վրա, դեպքը տեղի ունեցել 2026 թվականի օգոստոսի 18-ին Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում։ Մելիհ Մերիչը Յենի Փարթի Գազիանթեփի падգամավոր քաղաքացիների եւ առևտրականների հետ հանդիպման ժամանակ դանակով հարձակման է ենթարկվել։ Մերիչը ստացել է ծանր վնասվածքներ եւ տեղափոխվել է Գազիանթեփի քաղաքային հիվանդանոց։ Նա վիրահատվել է եւ վիրահատությունը հաջող է անցել։ Թուրքիայի առողջապահության նախարարության փոխանցմամբ նրա ընդհանուր վիճակը լավ է, սակայն վիրահատությունից հետո նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Ավելի ուշ Գազիանթեփի նահանգապետ Քեմալ Չեբերը հայտնել է, որ կյանքին վտանգ չի սպառնում։ Հարձակման մեջ ըստ թուրքական իշխանությունների եւ լրատվամիջոցների կասկածվում է Սեյիդ Ահմեդ Քելեշը, Օղուզելիի նախկին շրջանային նախագահը։ Սիրիայի դատարանը երեքշաբթի մահապատժի է դատապարտել կալանավորված Վասիմ Ալ-Ասադին, Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադի զարմիկին։ Բաշար Ասադը մեկ շաբաթ առաջ հերակակարգով նույնպես մահապատժի էր դատապարտվել։ Դատավոր Ֆախար ալ-Դին Ալ-Արյանը հայտարարել է, որ Վասիմ Ալ-Ասադը մեղավոր է ճանաչվել մի քանի սպանությունների, ինչպես նաև խոշտանգումներով եւ դաժանությամբ ուղեկցված սպանության համար, որոնք դասակարգվել են որպես մարդկության դեմ հանցագործություններ եւ ռազմական հանցագործություններ։ Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայի Իդլիբ նահանգում գտնվող ավիաբազային, հաղորդել են սիրիական լրատվամիջոցները։ Իսրայելի կառավարությունը փաստացի հաստատել է հարձակումը, որը կոշտ քննադատության է արժանացել ինչպես Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանում ԱՄՆ հատուկ բնագնացի կողմից։ Վերջինս հարվածներն անվանել է անհարկի էսկալացիա։ Սիրիայի պետական հեռուստաալիքը վկայակոչելով ռազմական աղբյուրի հայտնել է, որ Իսրայելը 8 ավիահարված է հասցրել Իդլիբ նահանգի հարավ-արևելքում գտնվող Աբու Ադ-Դուհուր ավիաբազայի թռիչքուղուն եւ պահեստային տարածքներին։ Reuters-ի փոխանցմամբ մեկ այլ ռազմական աղբյուր եւ տեղի բնակիչ հայտնել են, որ զոհեր չկան։ Վարչապետի Տիկին Աննա Հակոբյանը հրապարակել է ընտանեկան բռնության թեմայով հերթական տեսանյութը։ Տեսանյութի բովանդակային շրջանակը մշակվել է Երևանի պետական համալսարանի դասախոս, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության եւ կրթության հարցերով փորձագետ Անիկ Օջյանի մասնակցությամբ։ Այս հոլովակը ընտանեկան բռնության թեմայով նախատեսվող տեսանյութերի շարքի հերթական մասն է։ Ինչ է ընտանեկան բռնությունը։ Ով, ինչպես եւ ինչու է դիմում բռնության։ Ինչպես տարբերել զույգերի միջև սովորական վիճաբանությունն ու ընտանեկան բռնությունը։ Ինչ կերպար կարող է ունենալ բռնություն գործադրող անձը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մեզ ոչ ոք չի սովորեցրել։ Բայց այս հարցերի պատասխաններից է կախված ոչ միայն մեր կյանքի որակը, այլև մեր երեխաների, մեր ընտանիքների ճակատագիրը։ Սիրելի կանայք, այլևս չենք հանդուրժում։
Ընտանեկան բռնության դեմ պայքարում ինձ են միացել մեծ թվով պրոֆեսիոնալ կանայք, ովքեր տրամադրում են արժեքավոր նյութեր երևույթի մասին մեր ճանաչողությունը մեծացնելու նպատակով։ Մասնավորապես Անիկ Օջոյանը մեզ համար մշակել է ընտանեկան բռնության շրջանակը։ Անիկ Օջոյանը Երևանի պետական համալսարանի դասախոս է, կանանց իրավունքների ուսումնասիրության մասնագետ, իրավապաշտպանության եւ կրթության հարցերով փորձագետ։ Եվ այսպես Ընտանեկան բռնությունը Եվրոպայի խորհրդի, ՄԱԿ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գնահատվում է որպես մարդու իրավունքների ամենատարածված խախտումներից մեկը եւ հանրային առողջապահության կարեւորագույն խնդիր։ Ընտանեկան բռնության ցանկացած ձև ֆիզիկական, հոգեբանական, սեռական կամ տնտեսական խախտում է եւ ոտնահարում անձի արժանապատվությունը, անվտանգությունը, ազատ կամ արտահայտման, անձնական անձեռնմխելիության եւ կյանքի իրավունքները։ Ընտանեկան բռնության հիմքում ընկած է ոչ թե զայրույթը, ընտանեկան վեճը կամ հավասար երկու կողմերի միջև վիճաբանությունը, այլ մեկ անձի կողմից մյուսի նկատմամբ ուժի, իշխանության եւ հարկադիր վերահսկողության հաստատման եւ պահպանման ձգտումը։ Բռնությունը կապված չէ բռնություն գործադրող անձի, ինչպես նաև բռնության ենթարկված անձի կրթության, մասնագիտության, սոցիալական կարգավիճակի, եկամտի կամ հանրային հեղինակության հետ։ Բռնությունը վարք է, բռնություն գործադրող անձի վարք։ Ընտանեկան բռնության բնորոշ առանձնահատկություններից է դրա ցիկլային բնույթը։ Ժամանակի ընթացքում բռնության դրսևորումները դառնում են ավելի հաճախակի եւ ավելի ինտենսիվ, ինչպես նաև ավելի դաժան։ Միաժամանակ ընտանեկան բռնությունը հաճախ թաքնված երևույթ է։ Այն երբեմն չի բարձրաձայնվում պայմանավորված բռնության ենթարկված անձի վախով, կախվածությամբ, ամոթի կամ մեղքի զգացումով, հասարակական կարծիքով եւ որ ամենակարևորն է հետագա բռնությունից խուսափելու ցանկությամբ։ Այսպիսով արձանագրենք. բռնությունը վարք է։ Բռնության նպատակը տուժողի նկատմամբ ուժի, իշխանության եւ հարկադիր վերահսկողության հաստատումն ու պահպանումն է։ Բռնության հիմքում անհավասար հարաբերություններն են, այլ ոչ թե զույգի միջև սովորական կոնֆլիկտը։ Սովորական կոնֆլիկտները ընտանեկան բռնություն չեն։ Ալկոհոլի օգտագործումը, աղքատությունը, գործազրկությունը կամ այլ սոցիալ-տնտեսական դժվարություններ կարող են նպաստող գործոններ լինել, սակայն չեն հանդիսանում բռնության պատճառ եւ չեն արդարացնում այն։ Եվ վերջապես բռնություն գործադրող անձը կարող է հասարակական կյանքում ունենալ ընդունելի, նույնիսկ հարգված վարքագիծ, մինչդեռ ընտանիքում դրսևորել բռնի հարկադիր վերահսկող վարք։ Սիրելի կանայք, նկարագրված եզրույթները ոչ միայն խորտ չեն մեզ, այլև մեր ընտանեկան փոխհարաբերությունների ֆունդամենտն են։ Ինչ պետք է անենք։ Պետք է նախ երևույթը ճանաչենք որպես արատ, ապա ոչնչացնենք։ Շնորհակալություն։ Մերձավանում ջրի խնդիրը տարիներ շարունակ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ պատճառներ ուներ։ Տասնամյակների վաղեմության խողովակներ, մշտական վթարներ, ջրի կորուստ եւ բազմաթիվ ապօրինի միացումներ։ Ջրագծերի մի մասը այնքան հին ու քայքայված էր, որ անգամ վթարը հայտնաբերել է եւ վերականգնելը հաճախ լուրջ խնդիր էր դառնում։ Այսօր սակայն իրավիճակը փոխվում է, Վիոլա ջուրի եւ Փարաքար համայնքը համատեղ սկսել են ջրամատակարարման ցանցի հիմնանորոգման աշխատանքներ։ Երևանյան խճուղում արդեն փոխվում է մոտ 1 կիլոմետր ջրագիծ, իսկ հաջորդ փուլում աշխատանքները կշարունակվեն նաեւ երիտասարդական փողոցում։ Նպատակը մեկն է Մերձավանում ջրի խնդրին վերջապես տալ համակարգային եւ երկարաժամկետ լուծում։ Դիտեք այս մասին պատմող տեսանյութը, իսկ ես հրաժեշտ եմ տալիս ցտեսություն։ Փարաքար համայնքի Մերձավան բնակավայրի 1960-ից 70-ականներին կառուցված ջրագծերն են, որոնք տասնամյակների ընթացքում մաշվել ու քայքայվել են։ Վթարված ջրագծերը, ապօրինի միացումներն ու չկառավարվող ցանցը լուրջ խնդիրներ էին ստեղծում թե ջրամատակարարման, թե վթարավերացման աշխատանքների ժամանակ։ Վիոլա ջրի մասնագետների համար հաճախ դժվար էր հասկանալ, թե որ միացումը որ բաժանորդին է պատկանում, որտեղ է իրականում ջրի կորուստը եւ որ հատվածը պետք է անջատել վթարը վերացնելու համար։ Իրավիճակն ավելի սրվեց, երբ
համայնքը սկսեց ասֆալտապատման աշխատանքները։ Ասֆալտի քերման հետևանքով ջրագծերը հայտնվեցին գետնի մակերևույթին, հետևաբար ի հայտ եկան նաև առկա վթարները։ Խնդրի լուծման համար Վիոլիա ջուր Փարաքար համայնքի համագործակցությամբ սկսվեցին ջրագծերի փոխարինման աշխատանքներ, ընդ որում ջրի խնդիրը լուծվում է ոչ թե ժամանակավոր, այլ արմատապես։ Երևանյան խճուղում փոխարինվում է մոտ 1 կիլոմետր ջրագիծ։ Նախատեսվում է 60-ներ տնային միացում իրականացնել, թեպետ Վիոլիա ջրի մասնագետները համոզված են, որ աշխատանքների ավարտին այդ թիվը կարող է հասնել մոտ 100-ի։ Նոր համակարգը վերահսկելի կդարձնի ջրամատակարարումը, իսկ հոսքաչափերի տեղադրումից հետո հնարավոր կլինի ավելի հստակ կառավարել ջրաքանակը։ Վիոլիա ջուր համայնք գործակցության արդյունքում Վիոլիան տրամադրում է անհրաժեշտ նյութերը, իսկ համայնքն իրականացնում է շինարարական աշխատանքները։ Այսպիսով խնդրի լուծման համար մեկտեղվել են մասնագիտական փորձն ու համայնքի հնարավորությունները։ Նշված հատվածում չենք կարում աշխատանքներ իրականացնենք, չենք կարում հստակ թիվ ունենանք ջրաքանակի, քանի որ բնակչության թվից ավել բաժանորդների գծի վրա միացումներ կար, տեղ-տեղ կտոր էինք փոխում, որ բնակիչներին կարողանանք ժամանակավոր ջուր տանք մինչև հասնենք վերջնական լուծում։ Եվս 600 մետր ջրագծի փոխարինում նախատեսվում է երիտասարդական փողոցում։ Աշխատանքներն այնտեղ կմեկնարկեն Երևանյան խճուղու ավարտից հետո։ Միաժամանակ մի քանի փողոցներում աշխատանքներ չեն իրականացվում, որպեսզի հնարավորինս քիչ անհարմարություն պատճառվի բնակիչներին։ Այս պայն աշխատանքները չենք մեկնարկել, քանի որ այս ճանապարհի շրջանցող ճանապարհն է, ճանապարհը եւ աշխատանքները կմեկնարկենք այս աշխատանքները ավարտելուց անմիջապես հետո, որպեսզի բնակիչ բաժանորդներին խնդիրներից խուսափելու համար։ Մերձավան գյուղը ստանում է վայրկյանում 28 լիտր ջուր, մինչդեռ հաշվարկները ցույց են տալիս, որ գյուղում կանոնավոր ջրամատակարարում ապահովելու համար բավական կլինի վայրկյանում 15 լիտր ջրաքանակը։ Նույնիսկ նկարահանման պահին ականատես եղանք ջրագծերի մի քանի վթարների։ Վիոլիա ջրի աշխատակիցներն օպերատիվորեն տեղում վերացնում էին դրանք, սակայն կարճ ժամանակ անց մեկ այլ հատվածում նոր վթարներ էին առաջանում։ Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ քայքայված ցանցի վթարները վերացնելով միայն հնարավոր չէ վերջնական արդյունքի հասնել։ Արդեն իսկ բազմաթիվ ապօրինի միացումներ են հայտնաբերվել, կազմվել են համապատասխան արձանագրություններ եւ խցափակվել են։ Շատ խիստ մոտեցում ենք ցուցաբերելու բոլոր ջրագողություններին։ Փարաքար համայնքի ղեկավարի տեղականն էլ փաստում են, նման աշխատանքների անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Բնակիչների բողոքները մշտական էին, սակայն ավելի քան համոզված է, որ այս աշխատանքներից հետո իսպառ կբացառվեն դժգոհությունները, նոր համագործակցության փորձը աչքի առաջ ունենալով։ Երևի ամենաշատ խնդիրներ, բողոքներ ստացվող ոլորտն է կարելի ասել, որովհետև այսօրվա բնակիչներին առաջինը հենց ջուրն է հարկավոր, որպեսզի բարեկեցիկ բնականon կյանք կարողանան ապահովել։ Վիոլիա ջուր ընկերության հետ Փարաքարի համայնքապետարանը պարբերաբար աշխատում է, անընդհատ շարունակական աշխատանքներ են իրականացվում, փոխադարձ համագործակցությունը շատ բարձր եմ գնահատում եւ դրա արդյունքում այսօր այս պահին Մերձավան համայնքում իրականացվում է մեծ ծրագիր, բացի այդ ծրագրից նաև մենք ունենում ենք աշխատանքներ այս պահին Մերձավան բնակավայրի երիտասարդության փողոցում։ Մի որոշ ժամանակ առաջ Թայրով բնակավայրում ենք ունեցել մեծ ծրագիր նորից, ելի համատեղ կարողացել ենք իրականացնել Թայրովում Արամ Խաչատրյան փողոցի ջրագծի վերակառուցման աշխատանքները։ Մերձավանի օրինակը ցույց է տալիս, որ երբ համայնքն ու Վիոլիան գործում են ոչ թե առանձին, այլ համատեղ եւ հստակ ծրագրով, հնարավոր է ոչ միայն լուծել տարիների շարունակ կուտակված խնդիրը, այլև ստեղծել դրա երկարաժամկետ կարգավորման հիմքը։ Այստեղ կարևոր է ոչ միայն իրականացվող աշխատանքը, այլև բնակիչների պատասխանատու վերաբերմունքը։ Եթե այս մոտեցումը պահպանվի նաեւ հետագայում, Մերձավանում ջրամատակարարման խնդիրը կարող է վերջապես մնալ անցյալում։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News Ազատ լուրեր։